Մարզական տոն Երևանում, որը դառնում է ավանդական ու ամեն տարի պատմություն է մտնում հիշարժան գոտեմարտերով եւ մասնակից երկրների ընդլայնվող աշխարհագրությամբ։ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մրցանակների համար անցկացվող Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության բացման հանդիսավոր արարողությունն է։ Հայաստանում է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահը, աշխարհահռչակ հայ մարզիկներ, ֆեդերացիաների նախագահներ, պատվավոր հյուրեր միջազգային տարբեր կառույցներից։ Սամբոյի մարզական ընտանիքում մեծ հեղինակություն վայելող մրցաշարին այս տարի մասնակցում է 18 երկրի 250-ից ավելի մարզիկ։ Մարզիկների ու մրցավարների երթման արարողությունից հետո Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովն ու ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը փոխանակվում են խորհրդանշական գավաթներով։ От имени Международной Федерации самбо рад приветствовать вас. Սամբոյի միջազգային ֆեդերացիայի անունից ուրախ եմ ողջունել բոլորիդ Երևանում անցկացվող այս բարձր մակարդակի մրցաշարում։ Դուք համախմբել եք աշխարհի 18 երկրի ուժեղագույն մարզիկների։ Սա ոչ միայն կամքի ուժի ցուցադրություն ու հաղթանակի ձգտում է, այլև մարզաձևի զարգացման կարևոր քայլ։ Ուզում եմ երախտագիտություն հայտնել իմ ընկերոջը Գագիկ Ծառուկյանին, Սամբոյի հանրահռչակման գործում նշանակալի ավանդի եւ իր սահմանած աննախադեպ մրցանակային ֆոնդի համար։ Մրցաշարի անցկացմանն աջակցելու համար շնորհակալ եմ նաև Հայաստանի կառավարությանն ու Սամբոյի ֆեդերացիային։ Ձեր համատեղ աշխատանքի եւ ջանքերի շնորհիվ է, որ նման մրցաշարերը դառնում են ավելի մասշտաբային։ Մաղթում եմ մասնակիցներին ազնիվ հաղթանակ եւ անմոռանալի տպավորություններ։ Թող հաղթի ուժեղագույնը։ Пусть победит сильнейший, а самбо продолжает объединять страны и континенты. Спасибо. Հարգելի սիրելի հայրենակիցներ, դերկաներ, հյուրեր, մարզաշխարհի ներկայացուցիչներ։ Առաջին հերթին ուզում եմ իսկապես ձեր բոլորին ողջունել։ Այսօր Հայաստանում անց է կացվում Սամբոյի գավաթի աշխարհի արարողությունը։ Այս որոշումը կայացել է մեր բարեկամ աշխարհի Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Շեստակով, որ կապը ավելի լավ լինի, ավելի շատ լինի, փորձի փոխանակում լինի, շփում լինի, ընկերություն լինի, եւ որոշում է կայացել, որ այս մրցաշարը առաջնությունը լինելու է ամեն տարի։ Սա մեծ հնարավորություն կտա մեր մարզիկներին շփվելու, ծանոթանալու, փորձ ձեռք բերելու եւ չեմպիոն դառնալու համար։ Ես ցանկանում եմ մասնակիցներին լավ մասնակցություն, հաղթել է ուժեղագույնը, մրցաշարը համարում եմ բացված։ Շնորհակալություն։ Աշխարհի գավաթի խաղարկության առաջին մրցումային օրը հաղթական էր մեր մարզիկների համար։ Մարզական Սամբոյի 58 կիլոգրամ քաշային կարգում Կարեն Սարգսյանը գեղեցիկ հաղթանակ տոնեց Թուրքմենստանի ներկայացուցիչի նկատմամբ ու դարձավ աշխարհի գավաթակիր։ Պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեց նաև 88 կիլոգրամ քաշային Գոր Հարությունյանը, որը եզրափակիչում պարտության մատնեց միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Դենիս Շուկանովին։ Տղաների պայքարում Հայաստանին 1 բրոնզ էլ բերեց Բորիս Շատվերյանը, եւս 3 բրոնզ Հայաստանը նվաճեց աղջիկների մարտական սամբոյում։ Պատվո հարթակ բարձրացան Իրեն Պետրոսյանը, Արփինե Մնացականյանը եւ Մարիամ Ստեփանյանը։ Մարզական տոնը ստացված է, տպավորիչ մրցելույթներ եւ խոշոր մրցանակային ֆոնդ։ Հարյուրավոր մարզիկներ իրենց երկիր կտանեն աննկարագրելի էմոցիաներ մարզական հարուստ ավանդույթներ ունեցող Հայաստանից։ Արամ Մանուկյան, Սիմիկ Մայլյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։